Բարև ձեզ, Ազատ ձայն լրատվականի եթերում ձայն Արարատի հայագիտական հաղորդաշարն է։ Մեր հյուրն է աստղաֆիզիկոս, տոմարագետ, ֆիզմատ գիտությունների թեկնածու Գրիգոր Բրուցյանը։ Մենք այսօր խոսենք մի փոքր ամանորի տոնի մասին, հայկի պաշտամունքի, ինչպես նաև նախահայկյան օրացույցի մասին։ Սկսենք ամանորի տոնից։ Թերևս մոլորակի վրա չլինի ազգ, ես գոնե չգիտեմ ազգ, որը ամանորի տոն չունենա։ Բոլորի համար դա կարևոր տոն է, ամենամեծ տոնն է շատ-շատերի համար, բայց հետաքրքիր է, որ ինձ գոնե հայտնի չէ մի մշակույթ, մի որևէ ազգի մշակույթ, որտեղ ամանորի տոնը հստակ պատճառաբանված լինի, թե ինչի տոն է դա։ Գիտեք, հարցը այն է, որ տոնը, կամայական տոն, նախ եւ առաջ կրոնական իրողություն է։ Ամեն տոն դա որոշակի պաշտվող էակի հետ մարդու հարաբերության որոշակի մի գործընթաց է։ Դիմում են ինչ-որ պաշտվող էակի, դրանից ինչ-որ ակնկալիք ստանալու համար, կամ նշում են ինչ-որ հիշատակ այդ պաշտվող էակի հետ կապված։ Ամանորի տոնի վերաբերյալ նման բան հայտնի չէ, ոչ մի մշակույթի մեջ։ Սա առաջինը ինչ է նշանակում։ Սա խոսում է այն մասին, որ ամանորը չափազանց հին մի մշակույթից է մնացել, որպես տոն, որ հետո տարածվել է բոլոր ազգերի մեջ, եւ այնքան հին է եղել, որ այլևս կորել է դրա բուն նպատակը, թե ինչի տոն է դա եղել։ Հետաքրքիրն այն է, որ հայկական նյութը, հայ ազգագրություն, բանահյուսություն, հայկական հրաշապատում հեքիաթներ, Սասնածռեր դիցավեպը, հայոց պատմությունը, հայկական օրացույցները, այդ բոլորը միասին մեզ թույլ են տալիս վերականգնել ամանորի տոնի բուն էությունը, թե ինչ տոն է եղել ամանորը նախապես։ Ըստ հայկական նյութի պարզվում է, որ ամանորը նախապես եղել է աշխարհի արարման տոն, այսինքն նշվել է արարչագործությունը։ Բնականաբար, կամայական կրոն մեկ իր մեջ պետք է ունենա աշխարհի արարչագործության պահը։ Աշխարհաստեղծումը, արարչագործությունը բոլոր կրոնների մեջ պիտի լինի առաջին հիմնական գործողությունը կամ առաջին հիմնական գործողություններից մեկը։ Եվ սա է պատճառներից մեկը կամ գուցե հիմնական պատճառը, որ դա ամենահին շրջանի տոն է եղել եւ կորել է ժամանակների մշուշում դրա մասին հիշատակությունը, թե որտեղից է ինչ տոն է դա եղել։ Ահա ուրեմն հայկական նյութը թույլ է տալիս վերականգնել այս իրողությունը, որ ամանորը նորտարին կամ հայերը ինչպես կոչել են նավասարդը ինչ-որ ժամանակ եղել է աշխարհի արարման տոն։ Ինչ կերպ է կատարվել աշխարհի արարումը։ Մեզ հասած հնագույն պատկերացումների մեջ աշխարհի արարումը կապված եղել, սերտորեն կապված եղել վիշապամարտի հետ։ Վիշապամարտիկ աստված տրվում է վիշապի հետ, հաղթում է վիշապին, տրոհում է նրա մարմինը երկու մասի եւ այդ մասերից ստեղծում է երկինքն ու երկիրը։ Սա հիմնական մասն է արարչագործության, որը շատ լավ պահպանվել է հայկական նյութում։ Մենք դա ունենք եւ մեր դիցավեպում, Սասնածռերում, իդեմս Սանասարի, Բաղդասարի, որոնք վիշապներ են սպանում, իդեմս Դավիթի, որը դարձյալ վիշապամարտիկ հերոս է։ Ունենք մեր հրաշապատում հեքիաթների մեջ, որտեղ հերոս տղան, որը արեգակրային հերոս է, իջնում է անդրաշխարհ եւ այնտեղ վիշապների է հաղթում։ Սա մի կողմն է խնդրի։ Մյուս կողմից էլ մենք ունենք, որ վիշապամարտը սերտորեն կապված է հայկի պաշտամունքի հետ։ Ինչ պաշտամունք է սա եւ ինչպես է կապվում վիշապամարտի հետ։ Տեսեք, նույն ամանորի տոնը հայերի մոտ սերտորեն կապված եղել հայկի պաշտամունքի։ Մենք գիտենք, որ պատմական բավական երկար ժամանակաշրջան հայերը ամանորի տոնը, նավասարդի տոնը կատարելու համար, այսինքն որպեսզի գտնեն տոնի ճիշտ ժամանակը, կատարել են աստղագիտական դիտումներ, դիտել են հայկն համաստեղության գլխավոր աստղի առաջին ծագումը։ Այդ աստղը այսօր երկնքում հայտնի է Բետելգեզի անունով, անուն արաբական ծագում ունի, նշանակում է տվյալ կերպարի ջաուզա, արաբերեն ջաուզա կոչված կերպարի աջ ձեռքը։ Հայերը այդ համաստեղությունը կոչել են հայկ կամ հայկն, բնական անունով դա հայտնի այսօր իբրև Օրիոն, եւ ահա հայկն համաստեղության կամ Օրիոնի գլխավոր աստղը տարվա մեջ ինչ-որ շրջան Հայաստանի տարածքից դիտողների համար լինում է անմատչելի, չի դիտվում, այսինքն հորիզոնից բարձր է լինում միայն ցերեկային ժամերին։ Եվ ահա այդ ժամանակի վերջում, այդ ժամանակաշրջանի վերջում գալիս է մի պահ, եւ աստղը պետք է առաջին անգամ դիտվի։ Դա լինում է արևածագից մոտ մի ժամ կամ մի քիչ ավելի առաջ, եւ տակավին չլուսացող, դեռ լուսանալ չսկսած երկնքում, արևելքում, հորիզոնի վրա մի կարճ պահ երևում է աստղը, որից հետո սկսում է քիչ-քիչ լուսանալ եւ աստղը դառնում է անտեսանելի։ Դա շատ կարճ է տևում։ Հաջորդ օրը աստղը կերևա մի քիչ ավելի երկար եւ այսպես շարունակ մինչեւ աստղը դառնա ամբողջ գիշեր դիտվող։
Առաջին այդպիսի դեպքը, որ օրացույցում մասնագիտության մեջ կոչվում է արեգակնային ամբարձում, տարբեր ազգեր, այդ թվում նաև հայերը օգտագործել են հնում ճշգրիտ ժամանակներ որոշելու համար։ Եվ ահա հայկի ասկի արեգակնային ամբարձումը դիտելով էլ որոշվել է հայոց հնագույն նավասարդի տոնի ժամանակը։ Դա եթե վերածենք մեր այսօրվա օրացույցի, լինում է ամառնամուտից մեկ շաբաթ առաջ, կհամապատասխանի մեր ամսաթվերով հունիս ամսվա 14-ին։ Ստացվում է, որ ամանորի տոնը մի կողմից լինելով վիշապամարտի տոն, աշխարհի արարչագործության տոն, մյուս կողմից դա նաև հայկի տոն է, որովհետև այդ տոնին հայկը ծագում է։ Հայկը անդրաշխարհից դուրս է գալիս լույս աշխարհ։ Այսինքն դա նաև իր մեջ ունի հարության գաղափարը, իր մեջ ունի ծնունդի եւ նոր սկզբի գաղափարը։ Այսպեսով մենք տեսանք ինչպես է հայկը շահկապում արարչագործության եւ աշխարհաստեղծման հետ։ Մյուս կողմից էլ հայկի մասին օրենացու միջոցով մեզ ավանդված տվյալները կասկած չեն թողնում, որ հայկը իրոք ունեցել է վիշապամարտիկ հերոսի բնորոշ գծեր։ Այդ հայկի մարտը բելի հետ դա նույն վիշապամարտի մի դրսևորումն է, վիշապամարտի մի տարբերակն է։ Հայկական օրացույցները, որոնք հայտնի են միջնադարից, ունեցել են շատ երկար անցյալ, շատ երկար պատմություն, եւ այդ պատմությունը մի քանի փուլով մենք կարող ենք իդ գնալ։ Առաջինը այն է, որ մենք միջնադարյան օրացույցներից ետ են գնում դեպի դրանց սկզբնականը, դա անվանենք հայկյան օրացույց, որովհետեւ ինչու ենք անվանում հայկյան, որովհետեւ ըստ ավանդույթի, մեծ գրավոր ավանդված պատմության, հայկական օրացույցը մեծ հասած տեսքով հիմնել է Հայկ Նահապետը։ Այդ օրացույցի սկիզբը գտնվում է հենց նույն հայկ համաստեղության գլխավոր ասխի ծագումը հաշվարկելու միջոցով, ասում է Քրիստոսից առաջ 2341 թվական, հունիս ամսվա 14։ Դա հայկյան օրացույցի սկիզբն է։ Այդ օրացույցը ունեցել է բավական պարզ, գեղեցիկ կուռ կառուցվածք, տարին 360 օր, որը տրոհված է եղել 12 ամիսների յուրաքանչյուրը 30-ական օրով, ամեն մեկը իր անունով, իսկ տարուց հետո դրվել են 5 հավելյալ օրեր եւս, որոնք տարվա մեջ չեն համարվել։ Դրանք դիտվել են իբրև արտատարեկան ժամանակ։ Օրինակ քրիստոնյա շրջանում մեր քրիստոնյա մատենագիր տոմարագետներ ասում են այդ 5 օրերը արարչագործության օրերն են, այն օրերը, որոնց ընթացքում արարվել է աշխարհը։ Թե ավելի առաջ նախքան քրիստոնեությունը ինչպես էին դրանք կոչվում, մենք չգիտենք, տվյալներ ուղղակի չունենք, բայց վստահաբար նման մի բան պետք է լինել, այսինքն նույն տիպի մի խորհուրդ, նույն տեսակի մի խորհուրդ։ Գիտեք, հայոց պատմությունը Հայկ Նահապետով չի սկսվում, ճիշտ է, մենք համարում ենք նրան անվանադիր, որպես հերոս, որպես անձ, բայց պատմությունը շատ ավելի հին է, քան Հայկ Նահապետ պատմական անձը։ Թվականը 2341-ը դա ընդամենը մի հանգրվան է, հերթական հանգրվան է մեր պատմության մեջ։ Բնականաբար մեր նախները, որ ապրել են պատմական Հայաստանի տարածքում նախքան Հայկ Նահապետը, նրանք էլ ունեցել են իրենց օրացույց։ Եվ ահա պարզվում է, որ հայկական միջնադարյան օրացույցները իրենց մեջ պարունակում են բավարար տեղեկույթ, որով հնարավոր է վերականգնել Հայկ Նահապետից առաջ Հայաստանում կիրառված օրացույցը։ Դա շատ յուրօրինակ կառուցվածքի մի օրացույց է։ Այստեղ տարին պարունակում է ընդամենը 300 օր եւ տրոհված է ոչ թե 12, այլ 10 ամիսներ։ Ամիսները դարձյալ 30 օր են եւ շատ հետաքրքիր է, այստեղ տարի է համարված միայն տարեշրջանի այն հատվածը, այն տևողությունը, որի ընթացքում Հայաստանի տարածքից դիտողի համար մատչելի է եղել հայկ համաստեղության գլխավոր աստղը։ Այն տևողությունը, որի ընթացքում այդ աստղը դիտելի չէ, համարվել է տարուց դուրս։ Դա եղել է 60-70 օրեր տևող մի արտատարեկան շրջան, որ համապատասխանում է մեր մոտավորապես ապրիլի 5-ից հունիսի 14 ժամանակահատվածին, եթե բերենք մեր այսօրվա օրացույցին։ Եվ այդ ընթացքը համարվել է արգելքների, տաբուների շրջան, դա կապված եղել անդրաշխարհին վերաբերող պաշտամունքների հետ, դրա հետ կապված եղել են համապատասխան սահմանափակումներ կանացի սկզբին վերաբերող, եղել է մսամթերքի, կաթնամթերքի արգելքներ, իգական սկզբի արգելքներ, բնականաբար ամուսնական հարաբերության, ամուսնության արգելք, որ մինչև այսօր ի դեպ կենդանի է հայերի մեջ, մայիսին ամուսնություն չեն անում։ Այն ընթացքում, երբ որ հայկը չկա, երկնքում չի դիպում, դա պիտի համարվի, որ նա անդրաշխարհում է գտնվում։ Իսկ անդրաշխարհում նա ինչ է անում։ Վիշապամարտ է մղում, որ վերականգնի խաթարված կարգը։ Այսինքն կարգը խաթարվում է լույս աշխարհում, իսկ կարգի խաթարման պատճառը անդրաշխարհում է։ Նա իջնում է անդրաշխարհ, որ այնտեղ պատճառական հարթության մեջ, պատճառական աշխարհում վերացնի խաթարման պատճառը։ Դրա համար մենք այստեղ ձեռնպահ ենք մնում մի շարք գործողություններից, որ այնտեղ նրանք, այսպես ասած, չխանգարենք։ Տրամաբանությունը սա է։
Անշուշտ այդ առումով դա լիովին կապում է հայկի կերպարի հետ։ Սա է նախահայկյան օրացույցի բուն էությունը, բուն կառուցվածքը եւ շատ հետաքրքիր է, որ այսպիսի օրացույց Հայաստանում եղել է շատ վաղուց։ Սրա սկիզբը տակավին կարող ենք ասել դեռ հստակ գտնված չէ, բայց որոշ տվյալներ կան, որ ասում են, որ սա մոտավորապես 9000 տարվա գոնե օրացույց է։ Այս օրացույցը ձևափոխվում, վերափոխվում է Հայկ Նահապետ արդեն պատմական անձի գործունեության ժամանակ 2241-ին նախքան Քրիստոս, բայց հետաքրքիր է, որ այս օրացույցի գոյության արձագանքները, դրա վերապրուկները, մնացորդները հարատևել են շատ երկար ընդհանուր մինչև միջնադար։ Շատ հետաքրքիր է, տեսեք, օրինակ Ագաթ Անգելոսի պատմության մեջ մենք ունենք շատ հստակ վկայություն այսպիսի օրացույցի։ Ագաթ Անգելոսը, երբ որ նկարագրում է Գրիգոր Լուսավորչի վիրապից դուրս գալու հետ կապված իրադարձությունները, նա տալիս է ամսաթվեր, մինչև հայոց դարձը, մինչև մկրտությունը։ Դա 2 տարվա ժամանակամիջոց է։ Երբ այդ 2 տարվա ամսաթվերը շարում ենք կողք կողքի ըստ Ագաթ Անգելոսի, ստանում ենք ճիշտ նույն տեսակի օրացույց, ինչ որ նախահայկյան օրացույցն, այսինքն շուրջ 300 տարի ապրելու ժամանակ եւ շուրջ 60 օր սուքի, պահքի, արգելքների շրջան։ Նույն սկզբունքն է այստեղ եւս։ Առավել հետաքրքիր է, օրինակ մի քիչ առաջ մենք խոսում ենք հիշատակեցի Վասիլ Դիգենիս Ակրիտասի մասին բյուզանդական դիցավետ կա։ Դա առաջացել է հայ աղանդավորական միջավայրում։ Այո, դա հունական է, հունալեզու է, բայց միջավայրը, ծնող միջավայրը հայկական է եւ աղանդավոր հայեր։ Եվ հետաքրքիրն է, որ Ակրիտյան երգերում պահպանվել է Ակրիտասի ծննդյան մասին տվյալներ, որը լրիվ ներդաշնակ է նույն նախահայկյան օրացույցի։ Այսինքն Վասիլ Դիգենիս Ակրիտասի մասին 9-րդ, 10-րդ դարերում հյուսված վեպը իր մեջ պարունակում է նախահայկյան օրացույցի աշխարհայացքը, տիեզերական ժամանակային աշխարհայացքը, որը դրանից առաջ շատ վաղուց արդեն կորած պիտի լիներ։ Այնպես որ իրոք հիմքեր կան այդ նախահայկյան օրացույցը իրական համարելու։ Բացի այդ նախահայկյան օրացույցի գոյությունը հաստատվում է 2 ուրիշ ծանր ապացույցով վկայությամբ։ Մեկը մեր հայկական հրաշապատում հեքիաթներն են, որոնց մեջ ի թիվս շատ ուրիշ տեղեկությունների կա նաև մեծ ծավալի օրացույցային տեղեկություն։ Եվ հա վերականգնելով օրացույցային տեղեկությունները հայկական հրաշապատում հեքիաթներից, մենք ստանում ենք ճիշտ նախահայկյան օրացույցի տեսակ տիպի օրացույց։ Դարձյալ 300 օր տարի, 60-70 օր արտատարեկան, տարին տրված 10 ամիսների եւ այլն։ Վերջին, այսպես ասենք, ապացույցը դա մի խեցանոթ է, որը գտնված է Շիրակից, ներկայումս պահվում է Գյումրիում, Շիրակի երկրագիտական թանգարանում։ Խեցանոթը վաղ բրոնզե դարի սկիզբ է, համարում է Շենգավիթյան մշակույթի փայլուն նմուշ, վերջին թվագրումներով դա 32-րդ դար է թվագրվում նախքան Քրիստոս։ Եվ ահա դրա վրա կան շատ յուրօրինակ զարդապատկերներ, որ մասնագետների կողմից կոչվում են ժամանակին բնորոշ երկրաչափական զարդամոտիվներ եւ այլն։ Եվ ահա այդ զարդապատկերները պարզվում է, որ իրենց մեջ պարունակում են օրացուցային տեղեկություն եւ այդտեղ ներկայացված օրացույցը ճշգրիտ կարելի ասել համընկնում են նրան, ինչ մենք կոչել ենք նախահայկյան օրացույց։ Այսինքն մենք մի քանի տարբեր տեղերից ստանում ենք այս նույն պատկերը։ Դրա համար հիմքեր ունենք դա համարելու իրականություն։ Լավ, պարոն Լուծյան, հիմա էլ խոսենք հայկը որպես տիեզերաստեղծ կերպար, քաոսի, ջրերի այդ բախումից, որ ստեղծվում է տիեզերքը, հայկը այդտեղ դեր եւ մեծ նշանակություն ունի։ Երբ որ խոսում ենք հայկի մասին իբրև վիշապամարտիկ, իսկ քանի որ վիշապամարտը տիեզերաստեղծման հիմնական գործընթացն է, տիեզերքը հարարվում է հետևանք վիշապամարտի, ուրեմն հայկը իբրև վիշապամարտիկ կերպար արդեն տիեզերաստեղծ է։ Բայց դրանով իհարկե չի սահմանափակվում հայկի տիեզերաստեղծ լինելու հանգամանքը։ Մեզ ավանդված բազմաթիվ աղբյուրների հիման վրա հայկական օրացույցի ամիսները անվանակոչված են եղել Հայկ Նահապետի զավակների անուններով։ Զավակները, եթե ամիսներ են, ուրեմն հայրը պիտի լինի ավելի բարձր կարգի մի արարած։ Հայկը նաև ժամանակի աստված է, ինքը ունի այդպիսի ժամանակի աստվածի գործառույթ։ Եթե նայենք երկնքի քարտեզին, այսինքն շատ հետաքրքիր է դասավորված հայկ համաստեղությունը։ Մենք գիտենք կենթանաշրջանի մասին, հույները կոչվում են Զոդիակոս Կիկլոս, հայերս կենթանաշրջան, դա 12 համաստեղություններ են, որոնք գոտևորում են ամբողջ երկնակամարը, եւ այդ 12 համաստեղությունների կից ունենք հայկի համաստեղությունը։ Դա դրանց մեջ չի, նա դուրս է։ Իր զավակները մի աշխարհում են, ինքը նրանց պատճառն է,
Եվ իր գլխի մասով հայ համաստեղությունը մտնում է կենթանաշրջանի մեջ, նա հարում է անմիջապես թափվում է կենթանաշրջանին։ Սուլի եւ երկորակների արանքն է։ Երկնքում արդեն հայկի կերպարը արկա է իբրև հայրը, թելադրողը, ստեղծողը կենթանաշրջան։ Իսկ կենթանաշրջանը դա ամբողջ տիեզերքի խորհրդանշանն է։ Նա ամբողջ ժամանակն է, ժամանակային մեկ պարբերություն տարին է խորհրդանշում եւ տարիներով զուգահեռ է դրված ամբողջ աշխարհին, այսպես նյութական աշխարհը, այնպես ժամանակային աշխարհը։ Նույնի պատկերը մենք ունենք երկնքում։ Շատ հետաքրքիր է, որ երկնքում հայկի համաստեղության վերևում եւս կա մի իրեն կրկնող մի կերպար, դա կառավարի կերպարն է, եւ նրա դիմաց եւս կա իրեն կրկնող մի կերպար։ Շատ հետաքրքիր է համաստեղությունների կառուցվածքը։ Օրինակ ճիշտ հակառակ կողմը հայկի, որտեղ որ հայկն է, դրա հակառակ կողմը կենթանաշրջանի այս անգամ վերևում գտնվում է օծակիրի համաստեղությունը, որ ինչ է իրենից պատկերում մի մեկ տղամարդ ձեռքին գալարուն օդ։ Այն բոլոր աղբյուրները, որոնք բազմաթիվ պատմություններ են պատմում տարբեր համաստեղությունների ծագման, դրանց հիմքում ընկած առասպելների, լեգենդների մասին, օծակիրի մասին շատ սակավախոս է։ Բայց ինչ է հետաքրքիր, օծակիրը ոտքը դրած է ըստ երկնքի քարտեզի, ոտքը դրած է կարիճի վրա, հենց կարիճի սրտին, այդպես է ասում են աղբյուրները։ Եվ մյուս կողմից մենք գիտենք, որ Օրիոնը, հայկի հունական կրկնակը, մահացել է կարիճի խայթոցից։ Սա եւս կրկնում է հայկին, իսկ ըստ էության օծակիրը իր պատկերով դա Ադամն է։ Մերկ տղամարդ, միակ մերկ տղամարդն է, որը մերկ արարվել է։ Նույնիսկ քրիստոնեական ավանդույթի մեջ հայտնի է, որ մարդը արարվում է Աստծո նմանությամբ, պատկերով։ Այսինքն Ադամը Աստծո պատկեր է։ Եթե օծակիրը դա Ադամն է, որում նույն Աստծո պատկերն է եւ Աստվածն նրա դիմացն է, դեմս հայկի։ Ու հայկի կերպարը շատ տարածված է, ասեմ, ոչ միայն հայերի համար է դա եղել պաշտամունք, դա շատ տարածված է տարբեր ազգերի մեջ, թեպետ ոչ մի ազգի մշակույթում դա գլխավոր կերպար չէ։ Հույների մեջ Օրիոնն է, որը Պոսեյդոնի որդին է, շատ փայլուն որսորդ է, հրաշալի որսորդ է, մշակութային հերոս է, որը կուրանում է, հետո կարիճի խայթոցից մահանում է, հետո նրան հարություն են տալիս եւ այլն եւ այնպես բազմաթիվ պատմություններ կան Օրիոնի հետ կապված։ Հանդիկների մոտ հրաշք եղջերուն է, պրաջապատի է կոչվում, որին որսորդը նետահարել է եւ այդ նետը մինչեւ հիմա նրա մամնի մեջ կա իդեպս 3 աստղերի, որ կոչվում է Օրիոնի կոտի։ Նետահարող որսորդն էլ, ասենք, Սիրիուսն է, որ հայերը կոչել են շն աստղ, եւ այստեղ միանգամից մենք հիշում ենք Հայկի եւ Բելի հակամարտությունը, որովհետեւ Հայկը նետահարելուց առաջ Բելին անվանեց շուն։ Շունես դու եւ հրամատեն շանս, որ սկնիկ հոտոյալ սահին։ Այսինքն նա եւ Բելի եւ նրա զորքը անվանում է շներ։ Եվ ահա տեսնենք Հայկի կերպարի կողքը կա երկու շների երկու համաստեղություններ, մեծ շուն եւ փոքր շուն։ Այդ մեծ շունը հենց նետահարող որսորդն է հանդիկների մոտ։ Այդ եղջերուն հայր Աստծո կերպարը եղջերու լինելը կենթանի հայ միջնադարյան իրականության մեջ եւս։ Մենք ունենք բազմաթիվ հայկական մանրանկարներ, որտեղ Աստվածածինը պատկերված է գրքին Մանուկ Հիսուսի փոխարեն եղջերվի ծակ դրկած։ Եվ շատ հետաքրքիր է, նույնիսկ կան դրանց մեջ տարբերակներ, որտեղ փոքրիկ եղջերուն ունի շատ խոշոր եղջյուրներ, հատուկ շեշտված եղջյուրներ։ Կան տարբերակներ, երբ այդ եղջերվի ծակի կողքը, Աստվածածնի կողքը պատկերված է մեծ եղջերուն, Աստվածածինը, որդի Աստվածը եւ հայր Աստվածը։ Տեսեք, սա քրիստոնյա Հայաստանի պատկերագրական համակարգի մեջ է։ Ինչքան երկար է այդ ավանդույթը կենթանի ապրել Հայաստանում։ Ճիշտ է ուշագրավ, որ այս բոլոր տարբեր տեղերում եւ Հնդկաստան եւ Իրանում բոլոր մեր հարևան ազգերի մեջ երկնքի ամենագեղեցիկ եւ ամենախոշոր, ամենապայծառ համաստեղությունը կարող է կոչվել միայն գլխավոր Աստծո անունով։ Եթե այդ տարբեր մշակույթները իրենց գլխավոր Աստծո անունով չեն կոչել, հույները դա Զևս չեն համարել, լատինները Յուպիտեր չեն համարել, մյուսները չեն համարել իրենց աստվածների անուններով գլխավոր։ Դա խոսում է նրա մասին, որ այդ բոլորի մոտ հայկի պաշտամունքը օտարամուտ է։ Այդ Օրիոն համաստեղությունը նրանք վերցրել են ուրիշից։ Եվ որտեղից պիտի վերցվասն, այնտեղից, որտեղ դա գլխավոր էակ է, գլխավոր պաշտող էակ է, այսինքն դա Հայաստանն է, հայերից է, հայ մշակույթից է դա փոխ առնված։ Հայկի կերպարի ամենավաղ անվանական հիշատակումներից մեկը հին Միջագետքն է, Շումերը, հարավային Միջագետքի ծաղկուն քաղաքակրթությունը, որտեղ մարդուն արարել է հայ կամ հայա կոչված Աստվածը։ Հայկը նույն հայն է իմիջայելոց, նույն Աստվածն է, հայերի մեջ դա որոշակիորեն պահպանվել է եւ պահպանվել է նաեւ իբրև ինքնանուն։ Մենք մեզ ինքներս այդպես ենք կոչում։ Շատ հետաքրքիր կերպար է,
շատ հետաքրքիր կերպար է, որ պատկերվում է որոշակիորեն Հայաստանի հետ կապված կերպար է դա, գահին բազմած եւ երկու ուսերից բխում են երկու գետ, ամեն մեկը երկու ճյուղով։ Անմիջապես հիշեցնում է սա դրախտի 4 գետերը։ Բայց միաժամանակ հիշեցնում է նաեւ Հայաստանից բխող երկու մայր գետերը, Տիգրիսն ու Եփրատը, որոնք Հայաստանից իջնում են Միջագետք։ Որ դրանք գետեր են կասկած չի կարող լինել, որովհետեւ այդ հոսքերի մեջ ձկներ են պատկերված, այո, որոշակիորեն այդ ձուկն էլ իր խորհրդաբանական բեռն է կրում։ Բայց որ հայ աստվածը միանշանակ կապված է Հայաստանի հետ, արդեն իր պատկերագրությունը վկայություն այն բանի, որ դա Հայաստանի հետ կապված իրողություն է։ Երկու գետեր Միջագետքում միայն Հայաստանից եկող գետերն են, ուրիշ բան չի կարող լինել։ Իսկ հայ աստվածը դա հենց ակունքն է, ըստ պատկերագրության, նրանից սկսվում է։ Դա կենտրոնական հայքն է, Հայաստանի կենտրոնական մասը, որ պատմականորեն հնում կոչվել է Հարք։ Դա է Նպատ լեռան տարածքն է։ Ծաղկոտն գավառը, Ծաղկյո լեռները, որտեղից սկիզբ է առնում Արածանին, Եփրատի բուն ակունքը Արածանին։ Եվ իդեպ որտեղ միշտ հայերը տոնում էին Նավասարդը, ակունքի մոտ։ Ամեն տարի մենք դրա մասին ունենք պատմական վկայություններ նույնիսկ որ Նպատ լեռան ստորոտներում, Բագավանում, երկրի կենտրոնն է եւ հոգեվոր գաղափարական, ռազմական, այդտեղ է ամառանոցը, ամառային բանակատեղին, Այրուձիու հայկական բանակի ամառային բանակատեղին եւ իմիջայլոց մեզ համար շատ կարեւոր մի իրողություն եւս որ այդտեղ էլ տեղի ունեցել Նավասարդի տոնին նաեւ հայոց մկրտությունը։ Պատահական չէ Գրիգոր Դուսավորը հենց նույն տեղում եւ նույն տոնի ժամանակ է կատարել, դրանով շահկապել է անցյալը եւ իր բերած կրոնը ու ապագան։ Այդ գործողությամբ նա շատ պինդ շահկապ է ստեղծել։ Այսինքն հայոց Նավասարդի տոնը նաեւ քրիստոնյա հայերի համար հայոց դարձի տոն է։ Մի կողմից դա որպես ավանդական տոն աշխարհաստեղծման տոնն է առաջագործության, մյուս կողմից դա հայկի տոն է, մյուս կողմից դա ամանոր է, որ բոլորս պիտի տոնենք ուրախանանք, եւ մյուս կողմից էլ դա հայոց դարձի տոնն է։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա հաղորդաշարը եւս ավարտվեց, հիշեցնենք, որ մեր հյուրն էր Գրիգոր Բրուտյանը։ Կհանդիպենք հաջորդ հաղորդման ստեղծում։